Այսօրվա ձեր ներկայացրածը ու այսօր ազգային ժողովում հնչեցվածը մեկ բանի մասին են։ Հայաստանի Հանրապետությունում կան կուսակցություններ, ձևավորվում են նրանց արբանյակներ, որոնք մի բանի մասին են՝ սարսափ տարածելու, իրավիճակը ապոկալիպտիկ ներկայացնելու, կարճ ներկայացնեմ, իրենք մահվան, պատերազմի եւ ապատեղեկատվության ընդհանրական կուսակցություն են։ Կապ չունի անունը ինչ կլինի այս կուսակցության, կամ ցլի տեսք կունենան, փղի տեսք կունենան, իրական չի։ Այս բոլորը մեկ նպատակ ունեն՝ խաթարել Հայաստանի Հանրապետության խաղաղության հասնելու ճանապարհը։ Ուրիշ անելիք չունեն, խանգարելու, միակ անելիք այս մարդկանց մեզ խանգարելն է։ Եվ ըստ այդմ ուզում եմ հնչեցնեմ տիկնոջ բարձրաձայնած հարցի պատասխանը։ Ուրեմն քանի որ իրենք ուզում են անընդհատ խոսվի մահվան մասին, ու քանի որ դա կապվում է զինվորի հետ, դա ավելի ցավագին է ընդունում մեր հասարակությունը, նրանք առիթը բաց չեն թողնում, սա կրկին անգամ բարձրաձայնելու, ցավեցնելու։ 2025 թվականին ծառայության հետ կապված 6 մահվան դեպք է արձանագրվել, որից մեկը կայծակնահարության, մեկը հոսանքահարման, երկուսը ինքնասպանության, երկուսը առողջական խնդիրներով։ 2025 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում մահացել է 30 զինծառայող։ Խոսքը ժամկետայինների մասին չի, այս 30-ը ի դեպ, այլևս ժամկետայինների մասին չի, մարդկանց մասին է, ովքեր տարիքային տարբեր խմբերում են։ Ներողություն, որից 6-ը 24-ը ծառայության հետ չկապված հանգամանքներ, հիմա բացեմ։ Դրանց մեջ 3-ը ծառայության հետ չկապված հանգամանքներում պայմանագրային զինծառայողներ սպանվել են տարբեր կենցաղային հարցերով, իրենց սովորական կյանքի եւ գործունեության ընթացքում։ Մեկը ինքնասպանություն է գործել, մեկը ինքնասպանություն հասցնելու հետ կապված առնչվող հարց է, 8-ը հիվանդության պատճառով, 8-ը ճանապարհատրանսպորտային պատահարների պատճառով, 3-ը դժբախտ պատահար։ Հիմա այս ամենը գումարում են իրար, այդ 30 դեպքը ներկայացնում են, որ ամբողջ օրը բանակում ավտոմատ առաջ ժամկետային զինծառայողները իրար կոտորում են, կամ իրար նվաստացնում են, որ ինքնասպանել են։ Մենք չենք հերքում, որ բանակում կան խնդիրներ, մենք չենք հերքում, որ բանակում կան ոչ կանոնադրային հարաբերություններ, մենք դրա մասին ինքներս ենք բարձրաձայնում, բայց այս կերպ փորձել անընդհատ ահաբեկել ու ցավեցնել մեր հասարակությանը, սա նորից եմ ասում, մի բանի մասին է։ Այս բոլոր հավաքական խմբերը, նորից եմ ասում, նաև արտախորհրդարանական նոր ձևավորվող նորելուկ կուսակցությունները, նրանք բոլորը մահվան եւ պատերազմի կուսակցության ներկայացուցիչներ են, սիրելի հայրենակիցներ։ Շնորհակալ եմ։